Վերադարձանք տաղավար, շարունակում է Առավոտ լուսոն, իսկ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի արդեն դիմավորենք մեր առաջին հյուրերին։ Այսօրվա մայիսի 15-ին եւ 16-ին Երևանի պետական համալսարանում առաջին անգամ տեղի կունենա Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորում։ Այդ թե ինչի մասին է խոսքը, ինչի վերջապես այս ֆորումը կյանքի կոչվեց կամ ինչ ճանապարհով եւ ինչ նպատակ է հետապնդելու, ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում է Երևանի պետական համալսարանի զարգացման եւ նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, բարի լույս, եւ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, բարի լույս։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, հատկապես որ առավոտը միասին ենք սկսում։ Սկսենք ամենասկզբից։ Ինչպես կյանքի կոչվեց, ինչպես ստեղծվեց այդ ֆորում հասկացողությունը, գաղափարը, հետո ավելի մանրամասն արդեն բովանդակություն եւ այլ բոլոր թեմաներին անդրադառնալու։ Շատ լավ, նախ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Եվ իրականում այս գաղափարը բավական երկար քննարկում ենք, հասունացնում ենք, որովհետեւ կար գիտակցում նրա, որ Երևանի պետական համալսարանը ունի մի հսկայական ռեսուրս իդեմսի շրջանավարտների, որը ներգրավելու համար ինչ որ քայլեր ու մեխանիզմներ են պետք։ Եվ իրականում մի բան է ունենալ 14000 ուսանող եւ շուրջ 3000 աշխատակից ունեցող բուհ եւ սկզբունքորեն այլ բան է ունենալ այդ ամենը ունենալով նաև 60-70 հազար շրջանավարտ ունեցող եւ շրջանավարտների համայնքի մոբիլիզացման համար բավականին ակտիվ քննարկում ենք թե ինչ է կարելի անել, ինչպես անենք եւ եկանք գաղափարի, որ պետք է մի միջոցառում կազմակերպել, մեծ մեկնարկային միջոցառում, որը հնարավորություն կտա մեր շրջանավարտներին հավաքվել, քննարկել տարբեր հարցեր, իրենց ոլորտներով կիսվել հաջողություններով, պարզապես իրար հետ շփվել, որովհետև վստահ եմ սա նաև հոգեկան հնարավորություն կլինի տարբեր տարիների շրջանավարտներին, ովքեր 100 տարի չեն տեսել, հանդիպելու եւ շփվելու, եւ այսպես ծնվեց գաղափարը, իսկ հետո արդեն համալսարանի ներսում նաև շրջանավարտների հետ քննարկումների միջոցով դուրս եկանք այն ձևաչափի վրա, որը որ ի վերջո դարձավ այս առաջին ֆորումի ձևաչափ։ Արձագանքը շրջանավարտների կողմից։ Շրջանավարտների արձագանքը բավականին ակտիվ եւ շատ էր, այնքան որ մենք ժամկետ ունեինք գրանցման հետ կապված, բայց ունեցանք շատ զանգեր եւ խնդրանքներ, որպեսզի գրանցման ժամկետը մի փոքր ավելի երկարացվի, քանի որ տարբեր պատճառներից։ Այս պահին մինչեւ ամսի 11-ը, մինչեւ մայիսի 11-ը։ Այո, մինչեւ մայիսի 11-ը։ Գուցե մեզ հենց հիմա էլ շրջանավարտներ են դիտում։ Այո, եւ բոլորին կարող եմ տեղեկացնել, որ երկարացվել է մինչև մայիսի 11-ը վերջնաժամկետը, այնպես որ կարող են բոլոր մեր սոցհարթակներով, կայքեջով հետևել, այդ հղման անցնել եւ գրանցվել, սիրով կսպասենք շրջանավարտներին մայիսի 15-ին եւ 16-ին Երևանի պետական համալսարանում։ Իհարկե, ուսանողակենտրոն բազմաթիվ նախագծեր է իրականացնում ԵՊՀ-ն, բայց ինչով է պայմանավորված եւ արդյոք կա սահմանափակումներ ոլորտային առումով, թե որ շրջանավարտները կարող են մասնակցել այս ֆորումին, ու արդյոք սա կլինի սկիզբը, բայց եւ կլինի շարունակական։ Որևէ սահմանափակում, միակ սահմանափակում Երևանի պետական համալսարանի շրջանավարտ լինելն է, այսինքն անկախ նայած թե երբ ես ավարտել, որ ֆակուլտետն ես ավարտել, կարող ես գալ եւ մասնակցել եւ մենք մեծ ուրախությամբ պատրաստ ենք ներգրավել մեր բոլոր շրջանավարտներին, ովքեր ցանկանում են դառնալ այս գործընթացի մաս, եւ նաեւ մի կարեւոր բան էլ նշեմ, մենք այս միջոցառումը անում ենք հիբրիդային ռեժիմով, այսինքն եւ առցանց եւ անցանց մասնակցության հնարավորություն կա, նաեւ սա դիտարկել ենք հատուկ Հայաստանից դուրս գտնվող մեր շրջանավարտների համար, որովհետև բավականին մեծ համայնք ունենք նաև արտերկրում եւ սա իրականում մեկնարկային միջոցառում է, ես սկզբում էլ նշեցի, այսինքն մենք փորձելու ենք նաև այս միջոցառման ընթացքում հասկանալ իսկ ինչ ենք անելու հետո եւ այդ պատճառով մենք եւ թեմատիկ քննարկումների ժամանակ եւ նաեւ այնտեղ ունենք առանձին ձևաչափ, որը հենց համայնքի հետագա անելիքներն է քննարկելու, փորձելու ենք նաեւ պլանավորել մեր հետագա անելիքները, ծրագրեր, նախաձեռնություններ, գաղափարներ, որոնք որ կարելի է իրագործել։ Ֆորումի շրջանակներից է կախված, կարճ ասած, հետագա արդեն ընթացքը կամ ջո։ Դե միանշանակ սա առաջին անգամ է նաեւ ձեր համար է էքսպերիմենտալ։ Այո, սա փորձարկում է, սա էքսպերիմենտ է, մենք բավականին այսպես եւ հուզված ենք եւ պատասխանատվության ենք։ Բայց ամեն դեպքում ինչն է բովանդակությունը ֆորումի։
Ֆորումը ունի 4 թեմատիկ ուղղություն՝ ֆիզիկական աշխարհ, տիեզերք եւ տեխնոլոգիաներ, տնտեսություն եւ հասարակություն եւ 4-րդը լեզու, մշակույթ, պատմություն եւ ավանդույթ։ Ինչպես տեսնում եք, մենք այս սեկցիաների միջոցով փորձել ենք այն բոլոր գիտակարգերը, որոնք որ համալսարանում առկա են, ներգրավել եւ հնարավորություն տալ խոսել շատ տարբեր կարևոր թեմաների մասին։ Առաջին օրվա ընթացքում ֆորումի լինելու են պանելային քննարկումներ, որոնց ժամանակ տարբեր ոլորտների մեր շրջանավարտները ներկայացնելու իրենց դիտարկումները, իրենց մոտեցումները, իրենց առաջարկներն ու գաղափարները տվյալ ոլորտի վերաբերող հարցերի հետ կապված շատ լայն է շրջանակը քննարկվող թեմաների։ Երկրորդ օրվա ընթացքում մեկ այլ ձևաչափ ենք կիրառում, որը անվանել ենք ԵՊՀ շրջանառների բանախոսություններ կամ alumni talks, եթե կուզեք, եւ այդ ձևաչափի շրջանակներում երի տարբեր ոլորտներում հաջողության հասած մեր շրջանառները իրենց փորձն են ներկայացնելու իրենց անցած ճանապարհը, իրենց հաջողության պատմությունը եւ նաեւ բարձրաձայնելու են իրենց ոլորտում արկա հնարավորություններ եւ խնդիրների մասին։ Մենք նաեւ նախատեսում ենք առաջին անգամ եւ հուսամ ամենամյա կդառնա շրջանավարտների գերազանցության մրցանակ տալ 4 ուղղություններով եւ բացի դրանից նաեւ ունենալու ենք շփման տարբեր ոչ ֆորմալ հարթակներ, ունենալու ենք ցուցահանդես ԵՊՀ 106-ամյակին նվիրված, որովհետեւ մայիսի 16-ը նաեւ ԵՊՀ հիմնադրման օրն է, ֆոտոցուցահանդես է լինելու է շրջանավարտների զրուցարան, այսպես 90-ական 2000-ականների ոճով կահավորված, այնպես որ փորձելու ենք ստեղծել մաքսիմալ հաճելի եւ հետաքրքիր պայմաններ մեր շրջանավարտների համար իրար հետ նաեւ առաջին։ Կարծում ցուցահանդեսի ցուցահանդեսում ցուցադրվող աշխատանքներն էլ էլի շրջանավարտների աշխատանքներն էլ։ Այո, շատ իմ կարծիքով հետաքրքիր հայեցակարգ ենք մտածել ֆոտոցուցահանդեսի համար, բայց այսպես ջիջիլ գցեմ, չբացահայտեմ բոլոր մանրամասները, բոլոր ցանկացողները կարող են գալ այցելել եւ ծանոթանալ։ Արդյոք այս ֆորումը նաեւ հնարավորություն է արդեն շրջանավարտների եւ մերօրյա ուսանողների ու ապագա ուսանողների այս կապը ձևավորելու համար եւ գուցե նաեւ մոտիվացնել ընդունվել հենց ԵՊՀ իրենց մասնագիտությամբ շարունակեն շրջանավարտների օրինակով։ Սա բնականաբար հրաշալի հնարավորություն է ուսանողների մոտիվացնելու համար, նաև մասնագիտական իրենց կարիերային նպաստող բոլոր ուղղություններով հասկանալու, թե ինչ հնարավորություններ կար հասարակ ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում իրենց մասնագիտական աճի միտումները տեսնելու, նաև տետատետ շփվելու մասնագետների հետ, ովքեր կարողացել են իրենց ոլորտներում կայանալ, եւ նաև հրաշալի հնարավորություն է բնականաբար ոչ միայն մեր կայացած շրջանավարտների շնորհիվ այդ խնդիրները ձևակերպել, ներկայացնել մարտահրավերները, այլև տալ նոր գաղափարներ, նոր լուծումներ, ինչը բնականաբար նպաստելու է շրջանավարտների համայնքի զարգացմանը։ Իսկապես սա հիանալի հնարավորություն է թե շրջանավարտների համար եւ թե ուսանողների եւ հուսանք որ այս ծրագիրը կյանքի կկոչվի ու կլինի շարունակական։ Շնորհակալ ենք գաղափարի իրականություն դարձնելու համար։ Բայց իրականում հստակ ինչ-որ մի բան չկա հետոյի հետ կապված։ Հետոյի հետ կապված կա երկու հստակ բան։ Այն որ 15-ին եւ 16-ին մեր բոլոր շրջանավարտները հնարավորություն են ունենալու գալ քննարկել եւ առաջարկել հետոյի հետ կապված անելիքներ եւ այն որ այն բոլոր թեմաները եւ անելիքները որոնք որ քննարկվելու դիտարկվելու են մայիսի 15-ին եւ 16-ին դառնալու են մեր գործունեության մաս, մեր հետագա անելիքների ցանկ, որը որ մենք փորձելու ենք իրագործել մեր շրջանավարտների հետ միասին։ Եվ նաեւ այն ամենը ինչ տեղի ունենալու մայիսի 15-ին եւ 16-ին, որպես նաեւ մեծ արտադրանք է ձևակերպվելու եւ այսպես հերարցակվելու է ԵՊՀ տարբեր հաղորդակցական միջոցներով։ Հրաշալի, ու ես կարծում եմ մյուս տարի արդեն մայիսի 15-ին եւ 16-ին կարելի է ամփոփել նաեւ տարին, թե ինչպես անցավ առաջի ֆորումից հետո։ Մենք սիրով կսպասենք ձեզ մեր տաղավարում, միասին կարող ենք նույնիսկ մեր առավոտացիայի տաղավարից հենց ամփոփել։ Շատ շնորհակալություն ձեզ, ամեն դեպքում շատ հետաքրքիր եւ գեղեցիկ բան եք մտածել։ Վստահ ենք, որ երկար կյանք կունենա ու դա իր արդյունքը պատողները դեռ տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում նաև տեսանելի կլինի։ Շատ շնորհակալություն ձեզ, լավ օրենք։ Շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, լսելով երաժշտություն։